Պարոն Թաթոյան, Ռոբերտ Քոչարյանը, երբ որ հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, դրանից հետո ընդդիմադիր տարբեր ուժեր սկսեցին իրար թիրախավորել։ Նախ ինչ եք կարծում, բոլորը մեկ ուղղությամբ չպետք է աշխատեիք, եւ հաջորդ հարցս ձեր հայտարարությունից հետո ներխուժումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը, դուք ինչպես եք պատրաստվում ապացուցել այն։ Շնորհակալություն։ Առաջին հարցը կապված Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առհասարակ ընդդիմության ներսում հարցերի։ Գիտեք, այո, դուք ճիշտ եք, որ ընդդիմության ներսում կան այսպես լարվածություն, տարբեր թիրախավորումներ, ես դա այո, ճիշտ չեմ համարում եւ պետք է մենք այնպես անենք, որ կարողանանք մեր առաջ կանգնած խնդիրը լուծել։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ես այստեղ այս հարցը դիտարկում եմ այն տեսանկյունից, որ մենք չանենք որևէ բան, որ կուժեղացնի Նիկոլ Փաշինյանը, որտեղ նա վամպիրի պես սնվում է նախկին ժամանակների տարբեր սխալներից։ Ընդ որում իմ խոսքը, խնդրում եմ հստակ ասեմ, չի վերաբերում նաև թիմերին, իմ խոսքը միշտ վերաբերել է անձամբ պաշտոնաթող նախագահներին։ Եվ այստեղ խոսքը ոչ եւ այո, Նիկոլ Փաշինյանի ձեռնտու է փորձել կռիվներ անել, ինտրիգներ եւ այլն։ Եվ գիտեք, մեր ժողովուրդը, սա ուզում եմ նաև մեր այցերի իմ տպավորությունները փոխանցել։ Մեր ժողովուրդը հոգնել է ինտրիգներից, մեր ժողովուրդը զզվել է ինտրիգներից, այդ գզվրտոցները, ինչպես մեր ժողովուրդն է ասում, իրար թիրախավորումները եւ այլն, այլ նրանք պարզապես ուզում են լինեն իրենց ղեկավարները, երկրի ղեկավարները մարդիկ, որոնք կարողանալու են լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները։ Մենք պետք է նայենք այդ արդյունքի հասնելու տեսանկյունից մենք ինչ քայլեր պետք է անենք, այսինքն այդ առումով։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, որը հերք է, չէ՞, ուրեմն Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար մենք իմ ասուլիսից հետո անմիջապես նրան նաև նամակով ուղարկեցինք այն կոորդինատները, որոնք մենք արբանյակային լուսանկարներով նաև ստացել էինք։ Այսինքն մենք արել էինք ուսումնասիրություն, մի քանի ամիս տևած, եւ մի քանի ամիս տևած ուսումնասիրության արդյունքում չինական եւ ֆրանսիական արբանյակների օգնությամբ նրանց լուսանկարների միջոցով բացահայտել էինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի հուլիսից սկսած եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ։ Այստեղ Պաշտպանության նախարարությունը ակնհայտ ստեց եւ մանիպուլացրեց հարցը ամբողջը բերելով մեկ դիրքի պատմության, իրականում այդտեղ էլ նրանք ստեցին, որովհետեւ մեր հաշվարկով մենք ունենք մինչեւ 3000 քառակուսի մետր ներխուժում այդտեղ, որը հավասար է 9 հեկտարի նաեւ չափով ներխուժման, եւ մենք նրանց հանձնեցինք նաեւ կոորդինատներ, այսինքն հստակ, թե չինական արբանյակի, թե ֆրանսիական Airbus արբանյակի։ Եվ ընդ որում այդ արբանյակների հիման վրա է, որ Google քարտեզները ձևավորվում են։ Նրանք սկսեցին մեզ նաև իրենց ստերով մանիպուլացնել, ասելով, թե Google քարտեզից է վերցել։ Այդպես չէ, մենք վերցրել ենք արբանյակներից, որոնց հիման վրա նաև ձևավորվում է Google քարտեզը։ Օրինակ, եթե դուք հիմա մտնեք Google քարտեզ, դուք կան այս շատ ամրացումներ, ճանապարհներ, ռազմավարական եւ այլն չեք տեսնի։ Դրանք երևում են արբանյակային լուսանկարներով, որոնք շատ թարմացված են, որտեղ Google քարտեզը այդքան հաճախ չի թարմացնում։ Հետեւաբար դու պետք է այդպես ես կարողանում, դու չես կարող Google քարտեզից որևէ տեղ իմանալ, եթե նրանց որոշների մակարդակը այդքան է, որ ինքը Google քարտեզը չի տարբերում արբանյակային լուսանկարներից, ապա մենք նաեւ կարող ենք ուսուցման դասընթացներ կազմակերպել Պաշտպանության նախարարի համար, նրա համար մեր մասնագետները այն աստիճան որակ ունեն, որ կարող են իրեն որպես ոչ մասնագետի այդ ամեն ինչը ներկայացնել։ Դրանից բացի, այստեղ մի շատ կարևոր բան կա։ Տեսեք, ես այս իշխանությունների հետ վեճերում երբեք չեմ պարտվել։ Միշտ հաղթած ենք դուրս եկել։ Միշտ։ Ինչու՞։ Որովհետև ես ղեկավարվում եմ Հայաստանի պետական շահերով, ես ճիշտն եմ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Նրանք ղեկավարվում են իրենց անձնական շահերով ու քաղաքական շահերով, նրանք ստում են, ճիշտը չեն խոսում, խաբում են մեզ եւ նրանք փաստերից վախենում են։ Նրանց ամենա այդ լավագույն հայտնի համեմատությունը որ անենք, նրանց դեմ պայքարի լավագույն միջոցներից է փաստերը։ Փաստերով ես խոսում, մի անգամից ինչ են անում, սուտ է, գոռում են այդպես են ասում։ Եվ դրա համար էլ մեր հետ
այս բանավեճում էլ փորձեցին այդպես անել, բայց տեսեք մեր լրագրող գործընկերների շնորհիվ, մյուս մեր ընկերների բանը չկարողացան դա անել, որովհետև դու արբանյակային լուսանկար ես ներկայացնում, որից թվում է ինչ կա ավելի, չէ, որ կարողանա ապացուցի դա, եւ նորից կանգնում ասում է սուտ է։ Դրա համար մենք շարունակելու ենք նաեւ այս հարցը եւ նրանց այդ հայտարարությունները կարեւոր բան ակնհայտ օգնեցին Ադրբեջանին։ Ակնհայտ օգնեցին։ Ասենք դու երկրի պաշտպանության նախարար ես կամ երկրի վարչապետ, դու ո՞նց կարող ես ասել, որ նման բաները սուտ է, երբ արբանյակային լուսանկարները ապացուցում են դա, այսինքն դա նշանակում է դու մաքրում ես Ադրբեջանին։ Այլ երկրների աչքի առաջ մաքրում ես Ադրբեջանին, թույլ չես տալի, որ նրանց ներխուժումները Երևան։